Դատական նիստը հայտարարում է բացված, տրված դատական նիստում քննության ենթակարգի բլեդեզրոդի 33-25 գործը, որը վերաբերում է քրեական հայցին ըզմաստանու օրենքի Էրիկի Գուրի Երիմյանի դեմ Սաշալբերտի Սուքյասյանի Հայաստանի Հանրության քրեական նստիկի 54 դպրոցի առաջին մասով։ Դատական նիստի կարգով զեկուցել ովքեր ներկայացրել դատական նիստը։ Պատասխանատվական նիստի ներկայացրել է Մեղադրյաս Սաղաթել Սուքյասյանը և դժող Էրիկի Գերմյանը, դատական նիստին չի ներկայացել պաշտպան Մարտիրոսյանը։ Նախ մեկ հանգամանք, Երինա, ոտքի կանեք, տեսանկարահանում եք դուք։ Այո, միայն ձեզ, Սուքյասյանը որից առակտություն ունի, զուտ տեսանկարահանման հետ կապված է։ Ես դեմ կրնեմ։ Ոտքի կանեք, ասիկն ձեր չին տեսանկարահանվի։ Դատարանի նույնպես տեսանկարահանման արժեշտություն արկա չէ, Երինա, մասնավորապես ձեզ կարող եք տեսանկարահանել, քանի որ դատականիստը ձայնագրվում է, որպես այդպիսին ձայնային առումով հասանելի է եւ կողմերը կարող են հետանալ դատականիստի արձանագրությունը վերցնել եւ այնտեղ արկա է ձայնագրությունը։ Նստեք։ Երինա, քանի որ հաստվեց նաեւ ձեր ներկայությունը եւ Սուքյասյանի ներկայությունը ներկայացրեք անհասկանալի հայրական։ Էրիկի Գուրի Երիմյան։ Անձը հաստատող։ Այո։ Մեղադրյանը անասնում է կապսոստը սխալը։ Հիմա մենք դուք ներկայացրել եք հարցադիմումը, ձեր անձը ստուգվեց հայերեն դիալոգանալու խոսքի դիաբետում այլ նստեք։ Սուքյասյան ոտքի կանեք, ձեր անձնական հայրանին է։ Սաղաթել Ովսեփի Սուքյասյան։ Սաղաթել Ովսեփի Սուքյասյան։ Անձը հաստատող ներկայացրել դատարանին, այն հետազոտվեց, վերադարձվում եք ձեզ, երբեք ծնվել, որտեղ 27-30 Միխայլովը ազգության հայ եք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կրթությունը ձեր Այո։ կրթությունը բացագույն միջնակարգ Միջին մասնագետություն։ միջնակարգ մասնագիտական կրթությամբ եք, ամուսնացած եք, Այո։ խնամքին երեխաներ, 4 երեխան է։ 4 անչափված են, 4-ները 4-ը անչափված են։ Հայերեն դիալոգանալու խոսքին դիաբետում եք ամբողջությամբ։ Նախկինում դատված եղել եք աշխատանքի վրա զբաղմունքի տեսակ էլեկտրոտեխնիկայի խանութը, որ զբաղվում եմ նաև հպացների բանալական։ Պարզ է։ Դատանը ձեզ ուղարկել էր Երևանի կողմից ներկայացված հայցը եւ համապատասխան նաև հաստատվել այդ թվում դատանի որոշումը ստացել եք։ Ստացել եք։ Պարզ է ինչ եք քննվում, պարզ է ինչի վերաբերում։ Մոտավոր։ Լավ, ամեն դեպքում ձեզ այդ դատանը հուշագրաֆիկ է ուղարկել ձեր իրավունքների պարտականությունների բազաբանմամբ, քանի որ վարույթն այնպիսին է, որ քրեական հայցի հիման վրա միջապետու ձեռք եք բերում համապատասխան դատարական կարգավիճակ, դատան նաև բազաբանում է դատականություն ձեր իրավունքի պարտականությունը, մասնավորապես ձեր պաշտպան ունենալու իրավունքի հետ կապված։ Դու ձեր շահի տարիք ինչպես անձամբ ներկայացնել, այնպես է պաշտպանի միջոցով իրականացնել, լսենք դատան որ պատասխանեք։ Ձեր շահի պաշտպանության հետ կապված, եթե չանց փաստացի գրում եք խանութ, զբաղվում եք համապատասխան գործունեությամբ, ֆինանսական վիճակների հետ կապված պաշտպանի ունենալու հարցը, ինչ-որ խնդիր կարող է առաջացնել ձեզ համար, ֆինանսական հետ կապված, ոչ։ Նախ այդ դեպքում փաստենք դուք իրավաբանական կրթություն չունեք։ Իրավական հարցեր են քննության առնվելու, ոնց դեռ դուք պետք է ձեր նաև ձեր դիրքորոշումը հայտնեք։ Պաշտպան ունենալու հետ կապված ինչպիսին է ձեր դիրքորոշումը։ Ինչ չի թվում, որ գործը այն աստիճանով պաշտպանի կարիք ունի։ Մի բան կներեք կարելի է։ Երեմյանի ես որ ճանաչում եմ, ոչ էլ ինքին մոտից ինչ-որ ապրանք է ձեռք։ Չէ, դա մասի չէ խոսքը։ Հիմա տեսեք Երեմյանի կողմից ներկայացվել է հայցադիմում, հայցադիմի հիմա վրա դուք փաստացի ձեռք եք բերել համապատասխան մեղադրյալի կարգավիճակը։
Հիմա թե ինչ աստիճանի է լուրջ, դա սյունքն քննարկման ենթակա հարց չէ։ Դուք պետք է ձեր իրավունքները իրացնեք եւ հնարավորություն ունենաք ձեր իրավունքների պաշտպանությունը կամ դուք պետք է անձամբ իրականացնեք, եթե ունեք համապատասխան գիտելիքներ, կամ եթե ոչ պետք է պաշտպանի միջոցով իրականացնեք։ Դա դուք պետք է որոշեք, հետեւաբար այս քննություն չեն կարող փաստել լուրջ է, անլուրջ է եւ ծանր է թե ոչ մեծ ծանրության է։ Պարզ է ընդհանուր բնույթը։ Ինչ-որ ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանի հարցի հետ կապված դուք համապատասխան դիրքորոշում ներկայացնեք։ Չգիտեմ, կարող խորհրդանոցում կարիք ունենալ կամ ի վերջո որոշեք դուք ձեր շահերը ներկայացնեք։ Իսկ պաշտպանի կարիք որ լինի, միտքի եթե որոշում պաշտպանում այ։ Այսօր այդ ամեն ինչը հիմա թե փոխելու։ Չէ, դա տանը համապատասխան միջոցով ձեռնարկի, նաև ժամանակը տրամադրի, որպեսզի դուք պաշտպանի ձեր պաշտպանությունը ստանձնելու նպատակով նաև միջոցներ ձեռնարկեք եւ ներկանալ դա։ Այնպես չէ, որ մեկ օրով այս գործիքնությունը ավարտվելու է, ստեցության հայցը ներկայացված է, պետք է լսենք ձեզ եւ բավական գործողություններ կան կատարելու եւ որպես այդպեսին մեկ նիստով ավարտող ենթակա չէ։ Պարզ է զուտ ժամանակային առումով։ Այն նաև փաստվեց, որ Երևան ծանոթանալու այդ հանգամանքի դատարանը դուք դիմել եք հանրային պաշտպանի գրասենյակ, տեղեկատվություն եք տանել դատարանի, որ պարոն Աթեբոսյանին է։ Ներգրավել եք դատարան ուղարկել եք փաստաթղթերը։ Այ Երևանն էլ է դեպքում դիմել, որպեսզի իրավական օգնություն ստանա, թե պաշտպանը չի ներկայացել։ Բայց ուսմոր Չէ, դա մասին չէ խոսքը։ Այսինքն չի հասնում։ Երևան դա մասին չէ խոսքը։ Ուղղակի դա մասին չէ խոսքը։ Խոսքը Տերանը կանոն, որ կողմ իրավունք ունի իրավական օգնություն ստանալ։ Սա մասն է։ Վերջին դեպքում պետք է կբերեք։ Դուք նստեք։ Դա կան ձեր ընթացքում պարզաբանել, որ պարոն Աթեբոսյանի հետ կապված է ձեր նկատառումը, որպես այնպեսին փաստաթղթեր փաստաթղթեր ուղարկել է։ Հիմա ձեր դիրքորոշումը։ Պաշտպանի կարիք կա։ Պաշտպանի կարիք կա, հաջող նստին կներկայանաք համապատասխան պաշտպանի հետ միասին։ Արտադրիչ ես էլ պետք է ներկայանալ։ Այո, դուք պաշտպանի կներկայանաք, այդ դա համարանվել, որպեսզի ձեր իրավունքները ձեր մանրամասն նաև ձեր պաշտպանը բացատրի, քանի որ դատարան թերբազանից կարծես թե որոշակի հարցեր մնացին ձեզ համար չբացահայտված։ Հաջորդ դատական նիստում անպայման ձեր պաշտպանի միասին կներկայանաք, նաև դատարան Երևան միջոցների ձեռնարկել, որպես պարոն Աթեբոսյանը նույնպես ներկայանա, ձեր ներկայացուցիչը, որ հնարավոր լինի ամբողջ ծավալով սկսել գործի քննությունը։ Պարզ է։ Այո։ Այդ դեպքում դատարանը նստեք դուք։ Արտա պայմաններում արձանագրենք, որ Սարհատել Սուգասյանը ցանկություն հայտեց պաշտպան ունենալու, նաև հաշվի առնելով վերջինիս վիճակագրելու հանգամանքը, տեղեկացել ջերմիկը պաշտպանի միասին կներկայանա դատական նիստին, նաև դատարանը արձանագրում է, որ Երևանի կողմից ստացվել է դիմում դատարանի, որով փաստվել է, որ հանրային պաշտպան պարոն Աթեբոսյանին է հանձնարարել վերջին շահերի պաշտպանությունը եւ դատարան համապատասխան դույցություն է հասցրել պարոն Աթեբոսյանին դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին։ Մեկ անգամ եւս կծանուցի։ Իսկ վերջիններով պայմանավորված դատարանը որոշում է դատական նիստը հետաձգել, որքան ժամանակ անհրաժեշտ լինի ձեզ, որպեսզի դուք ձեր պաշտպանի հետ պայմանավորություն ձեռք բերեք, 10-15 օր բավարար կլինի։ Այո, բավարար կլինի։ Նստեք։ Հնարավոր է պետք է 10 նշանակի։ 10-ին հենց։ Սեգի պապանյան դատից հետո կամ Երևան նայեք ինչ է խնդիրը։ Քանի որ մեկ հայցերուն եք սյուն դատարանում, փորձում եք այնպեսի որ նշանակենք, որպեսզի երկու հայցերը ոչ թե Պապանյանի նիստի հետ համաձայնեցնենք, այլ երկու հայցերը համատեղ համաձայնեցնենք, որ նույն օրը լինի։ Եթե հնարավոր է պետք է 10-ին իրավիճակը կնշանակեք։ Ժամանակ չունենք փետրվարի 19-ից 10-ի Պապանյանի նիստն է եւ 11-ին այլ նիստը, որպես այդպեսի ժամանակը բավարար չի լինի։ 11-ից հետո որպես այդպեսի նիստեր շարունակվեն։ Միգուցե եթե Պապանյանի վերաբերյալ նիստերը համաձայնեցնենք այդ օրը նշանակենք, բայց ոչ ամսի 10-ին։ Բաց է։ Պետք է 10-ին չի ավարտվելու Պապանյանը։ Չգիտենք հիմա դուք այլ գործով եք խոսում, Երևան, ես չգիտեմ կոմենի չի երբ ունենալ գալու, ինչ գործընթաց է տեղի ունենալու։ Հետևաբար նստեք։ Մենք կարող ենք ամսի փետրվարի 18-ին օրինակ կարող ենք շարունակել։ Բայց մեկ հանգամանք ևս Երևան ոգի մենք կարծես թե ձեր ներկայանալը խնդիր է, առավոտյան ժամն է դա ձեզ։ Ո՞վ է երկրորդ կես հնարավորություն ունեք ներկայանալ։ Առավոտյան ժամը 10-ին կամ 10-ից հետո։ Դահլիճը ով այո, խոսում եմ մի քանի քիչ ժպտում եմ, միացածական ով է դահլիճը։ Ամեն դեպքում
մի պատասխանատվական դուրս չի տվել, եղինակ մի բանավեճ, ամեն դեպքում անձը որևիցե կարծես թե ոչ պատշաճ վարքագիծ չի դրսևորել, եթե շում միմիկաների ինչ-որ խնդիր կա, եղինանի ուսանվի նայեք եւ ուղղակի չգիտեմ։ Ամեն դեպքում դատարանը նամակագրիչ չնկատել, որ ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում անձը։ 23-ին է դեպքում, առավոտյան եղինա, նաև նախատեսեք, որ մյուս լիստներ նորից 23-ին լինի, որպեսզի մեկ անգամ 23-ին ժամը 10:00 ամսվա հետ կապված խնդիր ունի, փետրվարի 23-ին։ Փետրվարի 23-ին ժամը 10:00։ Այսօր դատարան որոշվել դատականից հետաձգել եւ վերանշանվել 2026 թվականի փետրվարի 23-ին ժամը 10:00, մինչ այդ նաև եղադյան հնարավորություն կձեռնվի միջոցներ ձեռնարկելու պաշտպանի հետ համաձայնության գալու եւ պաշտպանի դատան ներկայանալու համար։ Դատական լիստը հայտարարում է փակված։ Հարգելի հետևորդներ, ինչպես արդեն տեսաք, դատանը հետաձգեց մեղադրյալ Սաղաթել Սուքիասյանի գործող դատական լիստը, որ առնչվում է վերջինիս Լենին կողմից դատան ներկայացված քրեական հայցին, մասնավորապես Սաղաթել Սուքիասյանը հեռախոսովի մասին հնչեցրել է իմ առողջությանը վնաս պատճառելու վերաբերյալ սպառնալիք, որը ես ձայնագրել եմ եւ որպես ապացույց ներկայացրել եմ դատարանին։ Դրանից հետո, այսինքն Սաղաթել Սուքիասյանի կողմից հեռախոսովի մասին սպառնալիք հնչեցնելուց հետո ես ահազանգել էի ոստիկանության բարեկները եկել էին Սաղաթել Սուքիասյանին պատկանող խանութ, Ստեփանավան քաղաքում գտնվող Ալին Մոբայլ էլեկտրոնիկս խանութ սրահ։ Դրանից հետո մի աղջիկ, որն Ալինա, հավանաբար ենթադրում է, որ Սաղաթել Սուքիասյանի ուղղորդմամբ, սա հաստատապես չեմ պնդում, այլ ընդհանրապես ասում եմ, որ հնարավոր է Սաղաթել Սուքիասյանի ուղղորդմամբ մի աղջիկ զանգահարեց ինձ եւ փորձեց ինձ շանտաժի ենթարկել, մասնավորապես ինձ ասեց, որ եթե ես 10 րոպե ընթացքում իմ այդ տեսանյութը, այսինքն Սաղաթել Սուքիասյանի խանութի դիմացին կողմից նկարահանված տեսանյութը եւ իմ YouTube-յան ալիքում տեղադրված այդ տեսանյութը, եթե ես չջնջեմ իմ YouTube-յան ալիքից, ապա այդ աղջիկը ինձ փորձեց շանտաժի ենթարկել եւ ասեց, որ ինքը իմ դեմ ոստիկանությունը բողոք կգրի, որի թե ես իմ բնակարանում աղջիկներ եմ հրավիրում եւ մասաժ եմ անում նրանց, որը բացարձակապես սուտ է, կեղծիք է, իրականությանը չի համապատասխանում։ Ես ձայնագրել եմ նաեւ այդ աղջկա կողմից ինձ զանգահարելու եւ ինձ շանտաժի ենթարկելու մեր հեռախոսազրույցը, որը նույնպես կներկայացնեմ դատարանին։ Նաեւ ես դատարանին միջնորդել եմ մի շարք վկաներ հրավիրել դատական նիստին։ Այս դատական նիստը բավականին թեժ է լինելու եւ եթե մարդը ֆինանսապես, չգիտեմ, կայուն վիճակում է գտնվում, այսինքն եթե մարդը փող ունի, ապա մարդու փող ունենալը, այսինքն սոցիալական բարձր դիրքում գտնվելը ամենևին էլ մարդուն չի տալիս արտոնություն, որ փող չունեցող մարդու հասցեն հնչեցնի ինչ-որ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք, սա խոսում է Հայաստանի Հանրապետությունում տիրող անպատժելիության մթնոլորտի մասին։ Ես համոզված եմ, որ եթե այս սպառնալիքները, որը որ հնչեցվել է իմ հասցեն, եթե դա հնչեցվել, չգիտեմ, ենթադրենք Նիկոլ Փաշինյանի հասցեն, ապա հիմա իրավապահ մարմինները վաղուց արդեն վնասազերծած կլինեն եւ բանտ նստեցած կլինեն այդ քաղաքացուն, բայց քանի որ ես Նիկոլ Փաշինյանը չեմ, շարքային քաղաքացի եմ, չունեմ փող, չունեմ թիգունք, չունեմ ազդեցիկ կապեր, այդ իսկ պատճառով էլ իմ հասցեին սպառնալիք իմ առողջությանը վնաս հասցնելու վերաբերյալ սպառնալիք հնչեցրած անձը մինչև հիմա գտնվում է ազատության մեջ։ Եվ փորձում էր դատանում տպավորություն ստեղծել, որ իբր թե ինքը անմեղ է, ոչինչից տեղյակ չէ։ Հիմա տեսնենք դատական նիստի ժամանակ բնականաբար կհետազոտվի նաև իմ կողմից դատանի ներկայացված ձայնագրությունը, որը ես կատարել եմ գաղտնի, նաև ասեմ, որ Վճռաբեկ դատանը Վահիկ Մխիթյանի վերաբերյալ կայացվածից նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ քաղաքացու կողմից գաղտնի կատարված ձայնագրությունները ունեն ապացուցողական նշանակություն, ուստի ես ակնկալում եմ, որ դատարանը իմ կողմից գաղտնի կատարված ձայնագրությունը կճանաչի որպես թույլատրելի ապացույց։ Առայժմ այսքանը, ասում գործող դատական նիստը նշանակվեց 2026 թվականի փետրվարի 23-ին ժամը 10:00-ին, այդ դատական նիստը նույնպես ես կտեսանկարահանեմ եւ կտեղադրեմ իմ YouTube-յան ալիքում,
ասեմ, որ ես չեմ նահանջելու, չեմ ընկրկելու, հնարավոր չէ իմ կամքը կոտրել, ես որևէ մեծահարուստից, օլիգարխից ամենևին չեմ վախենում եւ հանուն արդարության, հանուն իրավունքների պաշտպանության զույն գործով հավաստիացնում եմ, որ մինչև վերջ գնալու եմ եւ հետեւողականորեն հետամուտ եմ լինելու, որ այդ Սաղաթել Սուքիասյանը իմ հասցեն հնչեցված իր սպառնալիքի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով ենթարկվի քրեական պատասխանատվության եւ վստահեցնում եմ, որ նրա ֆինանսական այդ հսկայական կարողությունները չեն կարող հիմք հանդիսանալ վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ Այսքանը։ Այժմ անշեն, որ ես գտնվում եմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակ քաղաքի նստավայրում դատարանի շենքում դատական նիստերի դահլիճում։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։